Երևանի շտապօգնության ծառայության շարժակազմը համալրվել է 7 նոր ժամանակակից և գերհագեցած շտապօգնության ավտոմեքենաներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի և առողջապահության նախարարի ուղեկցությամբ շրջել է ծառայությունում, ծանոթացել բարեփոխումներին։ Վարչապետ, Ռեանի մոբիլ է, Դեֆիբրիլյատորն է, վարչապետ, կարդիո մոնիտորն է, հոգի արհեստական օդափոխության սարքավորումն է, հիմնականում հեռու տեղից հիվանդին բերելու, զանգիտակից միտողների, տեսակը ինձ հիմնականում սարքավորումն ինքը, որ հոգի արհեստական օդափոխության սարքավորումի, կոշտ պատկարակն է, վանոցի գլխի ֆիքսատորով, եկեղեցւոհոլական պատկարակն է, վակուումային մոբիլիզացիոն մեքենա։ Ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած նոր մեքենաները հնարավորություն են տալու շտապ բուժօգնության անձնակազմին արագ ու արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին։ Շտապօգնության ծառայության տնօրենը վարչապետին տեղեկացրեց, ունեն 60 մեքենա։ Ձմռանը կանչերը սպասարկում է մինչև 53 բրիգադ։ Մեքենաների պակաս չկա։ Իսկ որևէ մեքենայում չենք ունեցել միշտ վարչապետ ու միշտ ունենք դժգոհություն այս ինքը աստիճան ինքը այն հիվանդները որոնք որ պետք է նստացնենք ու ինքը շատ հետաքրքիր ֆունկցիա ունի։ Այսինքն մինչև 150-200 կիլոգրամ կարողանում է տանի, որևէ ուժ չեմ կիրառում, ինքը ավտոմատ ու բոլոր մեքենաները այս սարքավորումով հագեցած են։ Այս տարվա ընթացքում նախատեսվում է ձեռք բերել ևս 7-ից 10 ավտոմեքենա ավտոպարկի փուլային և ամբողջական թարմացման շտապ բուժօգնության ծառայության անխափան աշխատանքն ապահովելու համար։ Վարչապետ, բոլոր մեքենաները ձեռքաբերվել լիզինգով, կառավարությունը ծրագիրում 10%-ը մարելու տոկոսի, բայց ես նշեմ, որ այս մեքենաների ամբողջ գումարի չափով 250 միլիոն դրամ ընկերությունը ավանդադրած գումար ունի։ Այսինքն մենք այդ գումարը ավանդ եք դրել, այս տոկոսները մայր գումարն եք մարելու, կառավարությունը լավ ծրագիր ունի լիզինգի 10%-ը մարելու է, մենք էլ հետագայում սա արդեն շահութաբերության հաշվն է։ Այսի ընթացքում վարչապետին է ներկայացվել նաև շտապօգնություն ծառայությունում հեռախոսազանգերի կենտրոնի գործունեությունը։ Այստեղ ևս աշխատանքներ են տարվել թվայնացման ուղղությամբ։ Ամբողջ հանրապետությունից զանգեր ստանում ենք, օրվա կտրվածքով ստանում ենք մոտ այս պահին այս տարի մոտ 1800 կանչ, հիմնականում այսօրին 2000-2200 կանչ ենք ստանում զանգ, այս տարի փոքրինչ նվազել է, նշեցի, կանչերի 25%-ը հանրապետության տարբեր մարզերից այլնում զանգի, մնացածը Երևանում։ Հիմա երկու կապ ունեն, խափանման դեպքում ավտոմատ միանում է մյուսը, կոչվում է ԵՄ կապող, ինքը թվային կապ է։ Բաստովար զանգեր ընդհանրապես չենք ունենում։ Հիմա մենք ինչ որոշեցինք զանգերը կենտրոնացնում։ Այո, օպերատիվ կառավարման կենտրոնը մենք մեքենաների պրոցեսը սկսել ենք։ Հիմա մեր հիմնական պրակտիկ խնդիրը, որ մենք ուզում ենք լուծել, այդ շտապօգնության սահմանագծումը վերացնել։ Այսինքն մի ընդհանուր համակարգը ավելի համեն դեպս կանխավարկածներն ավելի հասանելի կլինի մարդկանց եւ որակյալ կլինի ծառայությունը, մի ժամանակ մոնիտորինգ կանենք։ Շտապօգնության կանչերի գրանցումն իրականացվում է պլանշետների միջոցով, բուժառուները գրանցվում են նույնականացման համակարգով։ Վարչապետին զեկուցվել է ներդրված նոր համակարգի մասին, ըստ որի, եթե քաղաքացին չկարողանա բացատրել իր գտնվելու վայրը, հաղորդագրության միջոցով շտապօգնության աշխատակիցները կկարողանան պարզել, թե տվյալ պահին որտեղ է քաղաքացին։ Համակարգը սպասարկում է ոչ միայն Երևանի, այլև ամբողջ Հայաստանի 103 համարի մուտքագրված զանգերը։ Մերի Խաչատրյան, լուրեր։